Ողջույն, Բուն TV-ի եթերում առողջ ապրելակերպի զրույցների շարքն է։ Այսօր մենք զրուցելու ենք կանխարգելիչ բժշկությունից։ Եվ իմ հյուրն է Վիգմոր ընտանիքի առողջության կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն մանկաբույժ Լիլիթ Մարությանը։ Շնորհակալ եմ բժշկուհի հրավերն ընդունելու համար։ Կարծես թե առողջապահության ոլորտում գաղտնիք չէ, որ առողջապահության ծախսերի տեսանկյունից առավել արդյունավետ է կանխարգելելը, քան բուժելը, հա, սա կարծես արդեն աքսիոմա է դարձել, բայց ամեն դեպքում իրականության մեջ եւ քաղաքականություն մշակելիս միշտ չէ, որ մենք փաստորեն տեսնում ենք գործնականում սրա քայլերը, հա, այս ուղղությամբ արվող քայլերը։ Կխնդրեմ նախ նկարագրեք ինչ է ընդհանրապես այս կանխարգելիչ բժշկություն կոչվածը, հա։ Իրականում սա շատ կարևոր թեմա է բարձրաձայնում եւ այս համակարգը եղել է մեր երկրում, այսինքն սա նոր մի բան չի, որը նոր է ստեղծվել, բայց իհարկե փոխվել են ձևերը եւ ցավոք սրտի չեմ կարող ասել, որ մեր երկրում շատ լավ մշակույթ կա դիմել առաջնային օղակ որևէ խնդրով կամ առավել եւս առանց խնդրի։ Այդ կանխարգելիչ բժշկությունը դա մի ոլորտ է ու շատ բժշկի աշխատանքի դա կարևորագույն բաղադրիչներից է, կարելի ասել, այսինքն մեր մտքում ոնց է բժիշկը գանգատ ունեմ, գնացի, բուժվեցի ու վերջ մոռացա, բայց իրականությունը մի փոքր այլ է, այսինքն դժվար է մարդուն բացատրել, թե ինչի պետք է գնաս բժշկի, երբ որ ոչ մի գանգատ չունես, ոչ մի տեղը չի ցավում, ինչ կլինի, որ գնաս, այսինքն բարդ է բացատրել մարդուն մի բանի հետևանքը, ինչը չի երևում, չէ, որովհետև մենք կանխարգելում ենք։ Օրինակ գնացի, գրիպի դեմ պատվաստանյութը ստացա եւ այս տոներին, հա, նոր տարվա չհիվանդացա, բայց այդ ոնց հաշվես, ոնց իմանաս, ոնց բացատրես մարդուն։ Իսկ բուժումը ավելի հեշտ է։ Գանգատ ունեի, գնացի, ինձ բուժեցին, բոլորը երջանիկ են, այո, եւ դա կարելի է հաշվել, տեսնել, զգալ։ Իսկ կանխարգելիչ բժշկության գաղափարը նաև դրա համար է դժվար, ոնց որ մարդիկ դժվար են դա անցալում, բայց ես համոզված եմ, որ եթե այլ երկրներում ստացվել է այդ մշակույթը մարդկանց մեջ սերմանել ու դա հենց մշակույթ է, այսինքն փոքրուց, չգիտեմ, մանկապարտեզից, ընտանիքներում պետք է դրա մասին խոսալ, որ այ, չգիտեմ, մենք տարին մեկ գնում ենք կամ 2 կամ 10 հանգստանալու, տարին մեկ պետք է գնանք բժշկի, այսինքն դա sense մի ռուտինայի մի մաս պետք է լինի, որ առանց դրա չես է պատկերացնում, բա այս տարի չեմ գնացել բժշկի, կարող է ինչ-որ բան պիտի քննարկեմ, բժշկը ինձ պետքա իմ տարիքային կամ ինչ-որ ռիսկի հետ կապված սկրինինգ առաջարկի։ Այ հիմա հասանք այդ սկրինինգ գաղափարին։ Իսկ մինչև սկրինինգին անդրադառնալը, հա, որովհետև այստեղ մեծագույն է դերը հենց առաջնային օղակի, մի փոքր այստեղ ավելի կոնկրետացնենք, որպեսզի մեզ դիտողները հասկանան, թե առաջին իսկ հերթին որտեղ պետք է դիմեն եւ ընդհանրապես ինչպիսին պիտի լինի հենց առաջնային օղակի աշխատանքը է այստեղ, հա, եւ արդյոք այն որևէ փոփոխության մոդիֆիկացման մեր օրերում պիտի ենթարկվի։ Ի հակառակ այն ամեն ինչի, ինչ մենք ունեցել ենք տարիներ շարունակ, գուցե ժառանգած նախորդ, հա, այսպես ասած համակարգերից առողջապահական։ Իրականում այդ գաղափարը բավականին լավն է եղել, այսինքն չեմ ասի, որ հիմա պետք է ասեմ, թե վատ է եղել, ոչ, այն ժամանակվա համար դա բավականին լավ գաղափար էր եւ առաջնային օղակի եւ դիմելիությունն էր իմ հիշելով, հա, բավականին լավ եւ հավատն էր ավելի կայուն, հա, քան հիմա ենք մենք նկատում տեսնում, այսպես կոչված դիսպանսերիզացիա գաղափար կար տենց, հա, սովետական, որը այդ նույն սկրինինգն է, կարծում եմ, ուղղակի հիմա մի քիչ փոխվել է այն առումով, որ սկրինինգները ոնց որ ամեն երկիր իրանը ունի, կախված մի քանի գործոններից, անգամ մի երկրում մի քանի նահանգ կարող են տարբեր սկրինինգային ծրագրեր առաջարկեն։ Հայաստանն էլ բնականաբար ունի։ Իրականում Հայաստանում բավականին մատչելի եւ հասանելի բոլորին
գոնե այդպես գիտենք եւ կա բժշկական օգնություն կա, այսինքն չկա որևէ մեկը, որ քաղաքացի է Հայաստանի Հանրապետության եւ չի կարող կցագրվել իր ընտրած ընդ որում այս պահին արդեն այդ տարածքային գաղափարն էլ չունենք, եթե առաջներում այստեղ էր ապրում, այնտեղ է պետք է սպասարկվեր, հիմա նման գաղափար չկա։ Որտեղ ուզում ես, որը հավանում ես, որ բժշկին վստահում ես, գնա այնտեղ էլ կցագրվի եւ սպասարկվի։ Եվ կա ինչ որ մի ծավալ, այսպես կոչված պետպատվերով ծածկվող վճարվող, այսինքն մարդ, այո, կարա գնա բժշկի տարին մեկ իր առողջ այցի, կարող է գնա երբ գանգատունի, կան մշակված սկրինինգներ, որոնց մի մասը, այո, բավականի համահունչ է նրան, ինչ ասում է աշխարհը, ինչ անում են այլ երկրներում, բայց նաև կա մի մեծ կտոր այդ սկրինինգների, որը ցավոք դեռ չի ծածկվում պետպատվերի կողմից։ Մեր կենտրոնում նորաստեղծ է առողջության առաջնային պահպանման Բիգմոր ընտանիքի առողջության կենտրոնում մենք փորձեցինք շեշտը դնել հենց դրա վրա, կարծում եմ կհաջողվի այդ գաղափարը, այսինքն փոխել մշակույթը, եւ որպեսզի ավելի գրավիչ դարձնենք մարդու համար կանխարգելիչ բժշկությունը, որոշեցինք, որ բացի այն մի կտորից, որը պետությունը ասում է, եկեք եւ անվճար այս տարիքում այն սերի համար կամ այն ռիսկի գործոնի անցեք, մենք նաեւ մի մեծ կտոր առաջարկում ենք անվճար մեր բուժառուների համար։ Օրինակ, մամոգրաֆիան որոշ տարիքի կանանց համար կամ կոլոնոսկոպիան հաստահու քաղցկեղը կանխարգելելու վաղ հայտնաբերման համար, ինչպես ասացի, ամեն երկիր կարող է իրանը ունենա, մենք փորձել ենք ինչ-որ միքս ստեղծել, որը հարմար է Հայաստանին։ Ոնց են ստեղծվում այդ սկրինինգային ծրագրերը։ Հաշվի են առնում այդ թվում նաև հիվանդության տարածվածությունը։ Ցավոք սրտի մենք տեն շատ լավ եւ հասանելի տվյալներ չունենք Հայաստանում, դեռ այդ հետազոտությունները շատ չի անցկացվել, որոշ հետազոտությունների համար այո ունենք, բայց ոչ բոլորի։ Այսինքն կարելի է ենթադրել, որ եթե մենք ուզում ենք կանխարգելումը լավ իրականացնել, որպես առաջին քայլ կարիք ունենք անելու ուսումնասիրություններ, հետազոտություններ ընդհանուր հիվանդացության մակարդակով եւ գուցե տարբեր հիվանդություններով, չէ՞, առանձնացված այստեղ։ Կարող ամես պետք չի, օրինակ կոլոնոսկոպիան Հայաստանում կամ չգիտեմ 50-ից պետք չի կամ որոշակի այլ ռիսկերի դեպքում է պետք, չգիտենք, համենայն դեպս այս պահին մենք մշակել ենք այն, ինչ առաջարկում է աշխարհը եւ նույն կերպ, այսինքն ինչ հիվանդություններ են կանխարգելվում, սիրտանոթային, քաղցկեղային, վարակների կանխարգելում, սկրինինգներ կա, ակնաբուժական, լսողության, հոգեկան առողջության անգամ սկրինինգներ կա, որը էլի շատ ակտուալ է եւ մեր հասարակության մեջ դրա մասին դեռ շատ չեն խոսում եւ կա որոշակի ստիգմա դրա հետ կապված, բայց դա կարևորագույն մասն է մարդու, այսպես ասած, բարեկեցության, հա, եթե դու առողջ ես, բայց ունես հոգեկան առողջության խնդիր, դու դա էլ պետք է անպայման ժամանակին շտկես։ Այստեղ իհարկե նաև ընկալումը, որ ի վերջո սա առողջության կարևորագույն բաղկացուցիչ մասն է, առանց հոգեկան առողջության չենք կարող խոսել ֆիզիկականի մասին։ Տեսեք, դուք նշեցիք ձեր խոսքում ընդհանուր, հա, բնակչության, հասարակության առողջության մասով, բայց ես կուզենամ ամեն դեպքում որոշ անդրադարձ անել նաև երեխաների կանխարգելիչ բժշկական օգնությանը եւ բժշկությանը, որովհետեւ այստեղ շատ բազմակարծիք են հասարակության որոշ շերտեր եւ այստեղ մեծ է նաեւ ծնողների դերը, հա։ Նախ ուզում եմ հասկանալ ինչն է այն հիմնական պատճառը եւ գուցե բացը, սա դուք էլ ձեր դիտարկումներով կասեք, որ օրինակ ծնողների մեծ մասը մի փոքր թերահավատորեն է մոտենում կանխարգելմանը բժշկական, հա, այս ոլորտում, որպես կանոն պատվաստումների տեսքով ենք մենք իրականացնում։ Ինչն է այստեղ այդ հիմնական խնդիրը եւ ինչ կարելի է անել որպես հստակ քայլեր ձեռնարկելու բարելավման առումով։ Լինելով առաջին հերթին մանկաբույժ, այդ իմ ամենասիրած դերն է երևի կյանքում, լինելով մանկաբույժ եւ արդեն 25-ից ավել տարի մանկաբույժ, կարող եմ ասել, որ Հայաստանում վատ չի իրականացվում մանկաբուժական սկրինինգները։ Մենք ունենք բավականին լավ բժիշկներ առաջնային օղակում, այսինքն թերագնահատել չի կարելի,
Երբ որ օրինակ գալիս են ինձ մոտ որպես մանկաբույժ եւ ասում են, այ մենք գնացինք ստեղ, սենց ասեցին, ասում գիտեք ինչ, ես նույն կրթությունն եմ ստացել, ինչ եմ բժիշկը ու մոտ դուք գնացել եք ու եթե ինքը աշխատում է պետական կառույցում, դա չի նշանակում, որ ինքը ինչ որ այնքան լավ բժիշկ չէ։ Ուղղակի տարբեր միջավայրերում, հա, մենք բոլորս ավարտել ենք մի կրթական հիմնարկ, այդ ուրիշ արդեն պատմություն է եւ հարց է, որ արդյոք այսօր ստանդարտները եւ հետո վերապատրաստման բժիշկների ստանդարտները այն են ինչ կուզենայինք որ լինել, որ այսօր ունենայինք ավելի կրթված, ավելի պատրաստված նույն առաջնային օղակի բժիշկների բանակ, այսպես ասած, որտեվ իրենք են, հա, կանգնած այդ առաջին գծում, դա առաջին գիծն է իրականում։ Այդ ուրիշ պատմություն է, դրա մասին երևի մեկ այլ օր կխոսենք, որովհետև այդտեղ է ամբողջ խնդիրների ոնց որ լուծումը այդտեղ պետք է լինի կրթության մեջ, թե մասնագետների, թե բնակչության, թե երեխաների։ Հիմա մանկաբուժական սկրինինգների մասով հարցրեցիք, Հայաստանում բավականին լավ վիճակ է, օրինակ երբ որ ես ունենում եմ այլ երկրից պացիենտներ, իրենք զարմանում են, որ դուք կանչում եք, տեսեք, մեզ տենց շատ չեն կանչում, կգնանք, կընդունեն, չէ, օրինակ, չգիտեմ, ես չգիտեի, որ այս 12 տարեկան աղջիկը պետք է հեմոգլոբինի սկրինինգ հանձնի, անեմիայի սկրինինգ հանձնի կամ նման բաներ։ Մեզ տալիս են այդ թերթիկը, ասում են այս տարիքում ենք, այսինքն պատասխանատվությունը ավելի շատ ծնողի վրա են դնում, ինչը լավ է, բայց մեր երկրում մենք շատ ավելի ակտիվ ենք, մեր բուժքույրերը, մեր բժիշկները, դա իմ դիտարկումն է եւ չգիտեմ, ես դա եմ տեսել իմ գոլեգաների կողմից, բայց պատվաստումների մասով, այո, ճիշտ եք, պատվաստումների մասով վերջին տարիներին հատկապես մենք ունենք չպատվաստվածների եւ հրաժարված ծնողների մեծ բանակ, որի հետևանքները մենք տեսնում ենք, տեսանք, որտեղ գիտենք, որ 2 տարի առաջ ունեցանք կարմրուկի բռնկում, չնայած նույն Հայաստանը կարմրուկից զերծ գոտի էր համարվում արդեն, հա, երկրները նման ստատուս են ստանում, երբ որ հասնում են որոշակի արդյունքների, ցավոք կորցրեց Հայաստանը այդ ստատուսը ու դեռ մինչև հիմա կան դեպքեր, չենք մարել այդ բռնկումը, որն են պատճառները, հա, շատ հարցնում են, թե ծնողները, թե մենք ենք քննարկում բժիշկներով, սա շատ բազմա կողմ խնդիր է, ոչ միայն Հայաստանում, ամբողջ աշխարհում, հա, որ պահին, որ օրը եղել են պատվաստումներ, հենց այդ պահից էլ եղել են հակապատվաստումային մտքեր, շարժումներ, պես եւ ցանկացած երևույթի վերաբերյալ, իրականում այո, որն է հիմիկվա, հա, առաջ մարդիկ մտածում էին, որ դե քանի որ այդ առաջի պատվաստանյութը ստացել էին այդ կովիդ ստացած շիճուկից, առաջ մտածում էին ու այդ երբ որ նայում ենք նկարները, հա, այն թվերի, ստեղ պատվաստեցին, ստեղ կովի գլուխ առաջացավ, հիմա մի քիչ փոխվել է, հա, ասում են սրսկեցին, չիպներ արկեցին կամ, չգիտեմ, թուլացրեցին կամ եսի ինչ արեցին, բայց գաղափարը նույնն է մնացել, մարդիկ վախում են մի բանից, ինչը լավ չեն հասկանում, վախում են մի բանից, որ երեխայիս առողջ տարա, երեխաս բերեցի տուն ջերմեց, չգիտեմ, ուռեց, ցաված, կարմրեց ու բացատրել, որ դա այո, բժշկությունը առանց կողմնակի երևույթների չի կարող լինել, երբ որ դուք որևէ բուժում եք ստանում, հակաբիոտիկ կամ այլ մի բան, էլ չասած, որ ուղղակի ծնողը գնում է դեղատնից ինչ ուզում, ինչ դեղաչափով կարողանում է առնել եւ շատ ավելի վտանգավոր է։ Շատ ավելի։ Ուղղակի դա չի երևում, դրա մասին տենց մի տեսակ չեն խոսում։ Իսկ պատվաստումը տենց դարել է ամեն ինչի պատճառ, այսպես ասած, ինչը այդպես չի։ Կարելի է չէ ասել, որ կանխարգելման տեսանկյունից հա փաստորեն ամենաառաջին քայլն է, որտեղ ծնված պահից, հա, 24 ժամ տևողությամբ փաստորեն այդ ժամանակահատվածից սկսած կարծես աշխատում է կանխարգելիչ բուժշկությունը եւ բուժօգնությունը մեզ մոտ Հայաստանում ամեն դեպքում։ Եթե այսպես փորձենք տարիքային անցումներով, հա, անցումներով հասկանալ, որտեղ ես
փորձում եմ նաև մտածել, թե գործնականում ինչ պիտի իմանա հասարակությունը ընդհանրապես կանխարգելիչ բուժօգնության մասին, դեռահասության շրջան կա էլի կարծրատիպ, որ մենք կարող ենք ինչ-որ հիվանդություններ կանխարգելել կամ վարակներ կանխարգելել այդ տարիքում, դեռահասության պարագայում կարիք չունենք, բայց արդյոք սա եւս չի համարվում հասարակության այն խումբը, որտեղ էլի ունենք աշխատանք անելու, կանխարգելելու համար այս կամ այն հիվանդությունները։ Նայեք, թե կանխարգելիչ բժշկությունը նախ բոլորի համար է։ Կարևոր հագուստ։ Շատ կարևոր է։ Եվ պատվաստումները, եւ սկրինինգները բացարձակ բոլոր տարիքային խմբերի համար են։ Կլինի նորածին, կլինի հղի, կլինի դեռահաս, կլինի դպրոցահասակ երեխա, կլինի ավելի մեծահասակ մարդ կամ ծեր մարդ, ինչևէ, բոլորի համար են կանխարգելիչ միջոցառումները։ Այ ասեցիք, բալիկը ծնվում է ու պետքա պատվաստել։ Ասեմ ավելին, հիմա ավելի առաջ է գնացել կանխարգելիչ բժշկությունը եւ հիմա արդեն առաջարկվում է կանխարգելել դեռ չծնված երեխայի առողջությունը։ Եվ փառք Աստծո, այո, որ Հայաստանը արդեն ունի այդ հրամանը եւ մտել է այդ օրենքը, որ բոլոր հղիներին, բոլոր հղիության ժամանակ հարկավոր է կատարել փայտացման, դիֆտերիայի եւ կապույտ հազի պատվաստումը, որպեսզի երեխային եւ հղին եւ պտղին պաշտպանել թե փայտացումից, որովհետեւ գոյություն ունի նորածնային փայտացում հասկացություն, թե կապույտ հազից, ինչը ծանրագույն վարակ է, եթե երեխան դա վարակվում է կյանքի առաջին շաբաթների կամ ամիսների ընթացքում։ Այո, եւ դրա համար լուծումը գտել են, պատվաստում են հղին արտադրում է հակամարմիններ, որը փոխանցվում է բալիկին, պտղին սկզբում, հետո արդեն նորածնին, մինչև որ կգա այն ժամանակը բալիկի, երբ որ ինքը արդեն կպատվաստվի եւ ինքը իր օրգանիզմով կարտադրի այդ հակամարմինները, այսինքն գաղափարը շատ պարզ է։ Հիմա մնում է դա իրականացնել։ Դրա համար պետք է ակտիվ դրա մասին խոսալ, իմ կարծիքով, իրազեկել, չգիտեմ, բոլոր միջոցներով, բոլոր բլոգերների, այսպես կոչված ինֆլուենսերների եւ այլ, ցանկացած եղանակ աշխատում է, կարևորը հասցնի մարդուն եւ մարդը գոնե մի պահ մտածի, այսքան որ խոսում են, ուրեմն իրոք պետքա, չէ, այսքան երկրում որ կիրառում են ու ճիշտ տարբերակը սա է, ուրեմն իրոք դա աշխատող տարբերակ է, չէ, որ ես լինեմ առողջ, երեխաս լինի առողջ, կողքիս շրջապատը լինի առողջ, չէ, որ պատվաստումները մենակ մենք մեր համար չենք անում, մենք նաև կոլեկտիվ իմունիտետ գաղափար կա։ Օրինակ, հա, ինչ որ մեկը ունի բժշկական հակացություն, եւ եթե ես, դուք, մյուսը պատվաստված չենք, մենք հերիք չի մեզ, մեր ընտանիքին, մեր երեխային ենք ռիսկի ենթարկում, մենք նաև այդ մարդուն ենք ռիսկի ենթարկում, որ այս պահին ունի բժշկական հակացություն կամ տարիքից ելնելով դեռ չի կարա այդ պատվաստանյութը ստանա։ Այսինքն ես միշտ ասում եմ, որ գիտեք ինչ, պատվաստում չկատարելը դա ակտիվ որոշում է։ Դա նենց չի, որ ես չեմ ուզում, ես չեմ անի, դա իմ գործն է, դա իմ երեխան իմ իրավունքն է եւ այլն եւ այլն։ Ոչ։ Նախ ձեր երեխան էլ ունի իրավունք, չէ՞, ով պիտի իր իրավունքը պաշտպանի, նու ծնողը։ Երկրորդն էլ հասարակությունը նույնպես իրավունք ունի պաշտպանված լինելու, բայց դա ամեն մեկի որոշումից է կախված։ Ավելի շատ արդեն հավաքական է, ստեղ մոտեցումն է էական։ Տեսեք, դուք նշեցիք ընտանիքի անդամներին էլ, հա, այսինքն բացի այդ հաշվի առնելով այն, որ փաստորեն հասարակության բոլոր շերտերին է վերաբերում ընդհանուր կանխարգելումը, բայց էլի վերադառնալով առաջնային օղակ ու շեշտելով այստեղ ընտանեկան բժշկի դերը, հա, որը իհարկե դեռ գուցե հարց է եւ քննարկման թեմա որքանով կայացած ինստիտուտ է որքանով ոչ, բայց հենց այդ գաղափարը ընտանիքի առողջության փաստորեն էական դեր է խաղում, որովհետեւ էլի, հա, մենք փաստորեն պիտի ուշադրություն դարձնենք այն հանգամանքներին, թե օրինակ ընտանիքում ով ունի որևէ հիվանդություն, որը գուցե ժառանգական նախատրամադրվածություն ունի եւ այլն, արդյոք այս ամեն ինչի դերը էլի հա ընտանեկան բժշկի մասով է, որովհետեւ
Ընտանիքում ոչ բոլորն ունեն պատկերացում նույնիսկ այս սեփական առողջության կամ նույնիսկ ընտանիքի այլ անդամների մասով եւ կա արդյոք կարիքը հուշելու, հիշեցնելու, հա, մարդկանց, որ հետաքրքրվեք ի վերջո, որտեվ փաստորեն դա կարող է էական նշանակություն ունենալ։ Իրականում դա էլ է բժշկի գործը, հա, երբ որ մարդ գալիս է բժշկի մոտ ինչ որ հարցով, անպայման պետք է ժամանակ հատկացնել եւ դա այսպես կոչված լավ խորհրդատվության ստանդարտ է։ Կապ չունի ինչ գանգատով է եկե մարդ։ Միշտ պետքա ժամանակ հատկացնես ու նաև այդ մի փոքր հատվածը քննարկես, որ իսկ արդյոք ձեր բալիկը կամ դուք կամ չգիտեմ տարիքը կամ այս ռիսկերը ունեք, այս ինչը արել եք, այս պատվաստումը ստացել եք կամ այս սկրինինգը անցել եք, հիշեք, որ դա էլ է պետք ձեզ։ Մենք պետք է դրա ակտիվ պիտի խոսանք դրա մասին, որտեվ եթե ես չասեցի եւ պացիենտը դուրս եկավ, ինչ որ մեկը ռադիոյով խոսած դրա մասին, կասի դե որ բժիշկս չասեց, ուրեմն այնքան էլ կարեւոր չէր էլի, այս այտենց խոսում են ուղակի։ Այս շատ կարեւոր է, որ բուժ աշխատողից անընդհատ այս գաղափարը ու այտենց մարդիկ արդեն հասկ որ գնացի այս բժիշկը այդ հարցը տվեց, այն մյուսը տվեց, ուրեմն կարևոր մի բան է, չէ, որ բոլորը դրա մասին ինձ հա հարցնում են։ Ու այտենց քիչ-քիչ կարծում եմ, այդ իմ կարծիքն է, հա, ոնց տարածել այդ գաղափարը, այսինքն դա պետք է դառնա, այսպես ասած, մոդայիկ, չգիտեմ, վատ բառ է, տրենդային էլի, տենց պետքա լավ, այսպես ասած, ոնց ասեմ, մարքեթինգ արվի գուցե առողջության մարդու համար, այո, դա պետքա լինի ճիշտ ոնց որ լավ իրեն հետևելը պետքա լինի մոդայիկ լավ sense ասեմ։ Առողջ լինելը։ Այո, առողջ լինելը։ Դե այդ հարաբերական հասկացությունն է, բայց ցանկացած օրինակ աստիկ դեռահասները, չէ՞։ Իրանք էլ շատ սկրինինգներ ունեն, այդ տարիքը ռիսկային որոշ խնդիրներ առաջացման տարիք կարող է լինի պատվաստումներ կա այդ տարիքում շատ կարևոր եւ մի քանի տարի առաջ կհիշեք երևի, երբ որ Հայաստան եկավ շատ լավ պատվաստանյութ, որը բավականի թանկ պատվաստանյութ է, բայց երկիրը կարողացավ որոշ ֆոնդերի օգնությամբ ձեռք բերել եւ մինչեւ օրս մենք ունենք այդ պատվաստանյութը, դա քաղցկեղից ընդ որում 6 տեսակի քաղցկեղից պաշտպանող մարդու պապիլոմավիրուսի պատվաստանյութն է, բայց տեսակ ինչ աղմուկ եղավ, ինչ դա ցույց տվեց, դա ինչ որ տենց լակմուս էր էլի, դա ցույց տվեց, թե ինչքան հասարակությունը, ցավոք նաև որոշ դեպքերում բժիշկները, հա, պատրաստ չէին կամ բավարար գիտելիք չունեին, դա իրանց ոլորտը չէին խորացել ու տենց ասեկոսներով բավականի քիչ ընդգրկվածություն մենք ունեցանք, ինչը լավ չի, որովհետև կան երկրներ, որ հասել են այն մակարդակի, որ այդ հիվանդությունը, օրինակ արգանդի պարանոցի քաղցկեղը հայտարարել են, որ այս ինչ թվին այլևս մեր երկրում չենք ունենա, որովհետև ընդգրկվածությունը պատվաստումներում 90-ը անցնում է, դա ֆանտաստիկա է իհարկե, ու ինչ է ուզում ասել, օրինակ եթե ինձ մոտ գալիս է դեռահաս ծնողի հետ, կապ չունի ինչի համար է եկել, ես միշտ հարցնում եմ, իսկ այս ստացել եք ձեր տարիքային այս պատվաստումը, չէ, ինչ եք ասում, լսել ենք ձեզ դպրոցում են ինչը, ինչ որ զանազան հետևանքների մասին միֆ։ Հա, որոնք միֆ են իհարկե։ Ասում եմ լավ, ուղղակի որպես մի բան, հա, փաստ ասեմ, որ ես իմ երեխաներին պատվաստել եմ մեկ ու արդեն դեռահասին եմ դիմում, ասում եմ, գիտես ինչ, հիմա քո ծնողը, քո մաման, պապան իրանց կարծիքը ունեն, հարգենք դա, իրանց կարծիքն է եւ դու այս պահին չես կարող ինքնուրույն որոշում կայացնես, որտեվ մենք օրենք ունենք, որ մինչեւ այս տարիքը ծնողն է որոշումները, բայց ասում եմ, դու կմեծանաս եւ առողջությունը քոնն է, խնդրում եմ, դրանից հետո հիշի իմ բառերը կամ ինքդ մտի կարդա, հիմիկվա երեխաները գրագետ են, գիտեն լեզուներ եւ կարողանում են օգտվել գրեթե ամեն ինչից։ Նորից ինֆորմացիա վերանայի, ոչ թե հիշի ոնց որ մամայի կարծիքը եւ ինքդ որոշում կայացրու քո առողջության մասին, որովհետեւ դա քո առողջությունն է վերջի վերջո։ Մաման կարող է վախեր ունենա, միտեղից մի բան լսե, տպավորվել է,
դա իր կարծիքն է, բայց առողջությունը քոնն է։ Խնդրում եմ, գոնե այդ պահից սկսած, երբ որ դու կարող ես որոշում կայացնես, ինքդ այդ որոշումը կայացնես։ Այդ կարևոր է իմ կարծիքով։ Սա իհարկե շատ կարևոր է եւ իլիրումն է ամեն ինչի, ուզում եմ նաեւ հասկանալ, ունենք արդյոք այս կանխարգելիչ բժշկության մեջ այնպիսի գործողություններ, գործառույթներ, որը պիտի արվեն, բայց գուցե դրանք միջամտություններ չեն, ինչպիսիք օրինակ կարող է լինել պատվաստումը կամ ասենք սկրինինգ, չէ, այլ ինչ քայլեր պիտի ձեռնարկվեն, որպեսզի մարդը հնարավորինս առողջ մնա, հա, չհիվանդանա։ Դրա պատասխանը շատ պարզ է, այսինքն ես դες հիմա չեմ պատմելու կամ ծանրաբեռնեմ բոլորին, որ գիտեք, այս տարիքում սա ունեք, այն տարիքում մեր հասարակությունը բավականին վատ սովորույթներ սիրող եւ տենց հա ուշադրություն չդարձնող սննդին, ծխելուն, այսինքն այն սկրինինգները, որ աշխարհում կա, հաստատ մեր երկրում ակտուալ են, նույն ծխելը, հա, իրականում օրինակ թոքի քաղցկեղի սկրինինգ էլ կա։ Այսքան տարի եթե ծխող ես, դու պետք է գնաս թոքի կատե անես, որպեսզի հանկարծ, որովհետև երբ որ արդեն այդ հիվանդությունը հայտնաբերվի, դա արդեն ուշ կլինի։ Սկզբում նա գանգատ չունի, ինչպես եւ մնացած բոլոր հիվանդությունները, որի համար կատարվում են սկրինինգներ, հենց իմաստը սկրինինգի դա է։ Այսինքն ստուգել մի բան, որ դեռ ոչինչ չկա, գանգատ չկա։ Որտեւ եթե դա գանգատով լինի, դա արդեն սկրինինգ չի։ Դա արդեն հետազոտություններ է կոնկրետ գանգատի։ Աստիկ ինչ անել։ Տարին մեկ գնալ բժշկի եւ ասել, խնդրում եմ ինձ պատմեք, ես այս տարիքի մարդ եմ, այս սերի մարդ եմ, ունեմ այս ռիսկերը, այս եմ անում, այն եմ անում, չեմ քայլում, ծխում եմ եւ այլն եւ այլն։ Ինչ պիտի անցնեմ, որ ինչ որ բաներ ժամանակին կանխարգել եմ եւ այսպես ասած առողջ ծերանամ։ Սա է գաղափարը եւ նույնը պատվաստումներն են, որ էլի ցավոք մենք անդադ խոսում ենք մանկական պատվաստումներ, բայց արդեն վաղուց աշխարհում նաեւ շատ կարեւորում են մեծահասակների պատվաստումները, բացի գրիպից, որը գոնե հիմա գիտենք եւ մի քիչ մտել է մեր կյանք, որ գիտենք հենց հիմա էլ սեզոնն է եւ հղիներին են անում, որտեղ իրենք ռիսկի խումբ են եւ մեծահասակներին եւ քրոնիկ խնդրով մարդկանց, ոչ միայն երեխաներին։ Բացի դրանից նաեւ օրինակ 65 տարեկան պլյուս մարդ պետք է ստանա պնևմակոկային պատվաստանյութ։ Շատ շատերը դրա մասին անգամ չգիտեն ու երբ որ դու ասում ես, ասում բա ինձ ինչի չեն ասել կամ մանկաբուժի սենյակում տեսնում են այդ պլակատը, որտեղ գրած է ծիծերափայտացում 10 տարին մեկ ու ասում են բա ինձ օրինակ ինչի չեն ասել, այսինքն մենք պետք է բժիշկների մասին է խոսքը ավելի ակտիվ լինենք եւ ամեն խորհրդատվության ժամանակ այդ մի քանի հիմա գիտեմ շատ բժիշկներ որ լսում են կասեն այս ինչ է խոսում այնքան գրագրություն ու այնքան անելու բան կա այնքան համաձայն եմ հիմա մի քիչ փոխվել է կարգը ձևը գրագրությունը էլեկտրոնային համակարգը եւ այլն այո բայց մեկը դա շատ կարևոր մասն է, որ դու էլ քեզ բավարարված զգաս, հա, որ դու մեկին գոնե հիշացրեցիր, թե հետո արդեն պատասխանատվությունը մարդու վրա։ Մի տարի հետո կգա նորից կհիշացնեմ, բայց ես հանգիստ լինեմ, որտեվ դա իմ ամենակարևոր ոնց որ վարձատրությունն է, հա, բժշկի այդ բավարարվածությունը, որ դու քո գործը լավ արեցիր, այդ լավի մեջ մենակ լավ բուժելը չի, ճիշտ բուժելը։ Դրա մեջ նաև կանխարգելիչ բժշկության մասին մի քանի բառ ասելն է։ Ինչը հենց այդ պահին անմիջապես չի երևա, բայց կումուլատիվ էֆեկտով հավաքվելով տարին տարվա վրա, հա, արդեն կզգացվի, որ էապես ազդում է ընդհանուր առողջության վրա։ Եվ այդ մշակույթը կմտնի ընտանիք։ Այտենց մարդու երեխան նույնպես իրեն նման վարքագիծ է ցուցաբերելու։ Տարիքից արդեն։ Այո, այդ մշակույթը, որը պետք է ուղղակի ձևավորենք, չգիտեմ, մանկապարտեզում խոսանք, դպրոցում խոսանք, հեռուստացույցով խոսանք ու նաև ընտանիքում, եթե երեխան դա տեսնում է, ինքն էլ է տենց անելու, նու 99%։ Շնորհակալություն բժշկուհի մանրամասն զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ այս կարևորագույն թեման բարձրաձայնելու համար։ Ցտեսություն։